Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի պայմանագրերի մեթոդաբանության որակի կառավարման եւ ուսուցման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերն ընդունեցիք։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Թեման արդիական է, տարեսկզբից արդեն գործարկվել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը եւ ես կուզենամ մի փոքր ներկայացնեք ընդհանուր պատկերը, անցնող 8 ամիսների։ Համաձայն եմ, որ թեման շատ արդիական է ու կուզենամ նախ նպատակ ասեմ ինչն է, չէ՞, մենք գնում ենք նրան, որ ունենանք առողջապահական ծախսերի կրճատում շահառուների եւ որակյալ բուժօգնության ապահովում։ Այս 7-8 ամիսների ընթացքում մենք անցանք շատ բարդ ճանապարհ ու քանի որ օրենքը մենք ներդրել ենք փուլային, մեզ համար շատ կարևոր է, որ հաջորդ տարի հունվարի 1-ից համակարգը սահուն կերպով այն մյուս սոցխմբերը, ովքեր ընդգրկվելու են, ընդունի եւ մեխանիզմը աշխատի։ Այս պայմանությամբ կուզենամ ասեմ, որ համակարգը արդեն գործում է, ճիշտ է թերություններով, ճիշտ է ինչ որտեղ կարող է ինչ որ խնդիրներ ունենանք, բայց ամենակարևորը կուզեմ ասել որ համակարգը աշխատում է համեմատական հունվար ամսին ու հիմա շատ ահռելի է, այսինքն համակարգը սահուն բուժառուները աշխատում են։ Միակ մեր հիմնական երևի խնդիրը, որ առաջանում է բոլորիս հայտնի այդ հերթերի կուտակումներն են, հերթերն են, մնացած կերպով լուրջ ինչ որ խնդիր այս բանին չունենք։ Օրինակ, ասեցիք սահուն կերպով անցում կատարվեց։ Տարեսկզբին ինչպիսին էր իրավիճակը եւ հիմա ինչպիսին է։ Քանի որ ամեն ինչի նոր բանը ունի իր խնդիրները, իր լավ ու վատ կողմերը ու առաջացնում է տարբեր նաև ինչու՞ չէ կարծիքներ, տարեսկզբին ինֆորմացիան քանի որ շատ էր ու մենք ասացինք, որ հունվարի 1-ից մենք իրեն գործարկելու ենք, թե բուժանձնակազմը, թե շահառուները չկարողացան այդ ինֆորմացիան ամբողջովին կլանել ու հնարավոր էլ չէ։ Այսինքն եթե մենք նայենք աճը նույն բուժառուների դեպի գնալը հիվանդանոց, բուժառուների սպասարկվելը քիչ-քիչ աճում էր պրոգրեսիվ, ինչի որովհետև իրենք ինֆորմացիան սկսում էին քիչ-քիչ տիրապետել, վայ սա էլ է ներառում, վայ սա էլ կարող եմ անել, վայ սա այսպես պետք է, օրինակ պետք է գնամ առաջնային օղակի մոտ, որպեսզի կարողանամ անվճար նեղ մասնագետի մոտ անցնել խորհրդատվության, նույնը բուժ հաստատություններին, չէ՞ որ բժիշկները աշխատում են ու հավելյալ ինֆորմացիան, որ մենք շատ իրենց տալիս ենք, էլի ժամանակ է պետք ու դրա համար հունվարին ունեինք խնդիրներ, բայց թե հիմնադրամը, թե բուժհաստատությունների հետ սահուն կապը որ կար, փորձեցինք արագ եւ արդյունավետ ամեն ինչը լուծել։ Տեսեք, մինչև մայիս-հունիս ամիսները բուռն էր հոսքը մի տեսակ։ Մարդիկ վախենում էին, ինչից էին վախենում, որ կարող է չհասցնեն կամ չգիտեմ, ինչ որ մի խնդիր կար։ Հիմա կարծես արդեն բնականon հունով է ընթանում այս ամենը։ Նայեք, ես դակ մեկնաբանեմ հետևյալ կերպ, երբ օրենք ներդրեցինք հունվար եւ մինչեւ փետրվարի երևի կեսը մարդիկ օգտվելու կարգը չգիտեին, այսինքն ասվում էր, բայց իրանք դեռ չէին հասկանում կամ շատերը դժգոհություն էին հայտնում, եթե իրենց պետք է նյարդաբան կամ սրտաբան, ինչու պետք է գնան առաջնային օղակի իրենց թերապևտի ընտանեկան բժշկի մոտ, մենք բացատրեցինք, որ դա շատ կարևոր է, չէ՞ որ մարդը ինքը իրեն չի կարող դնել նշանակել դիագնոզ, այսինքն դա պետք է անի բժիշկը, հետեւաբար եթե ես ունեմ օրինակ ըստ իս սրտաբանի կարիք, բայց գնում եմ իմ բժշկի մոտ, ասում եմ, գիտես ինչ, քո մոտ այլ խնդիր է, դու պետք է գնաս նյարդաբանի մոտ, ստացվեց, որ ես որ մտածում եի, չէ, այդպես չէ։ Հետո մի ընթացք մարդկանց հոսքը արդեն այդ հասկանալու սկսեցին ավելի արագանալ։ Դրա համար մարտ ամսից հոսքը ուժեղացավ։ Խնդիրը ենթադրում եմ, որ մայիս-հունիս ավելի շատ կապված էր ամառային արձակուրդների հետ, հա, որ արդեն մենք ունենք երեխաները շատ հաճախ են գնում կամ ոմանք գնում են հանգստի, մինչև հանգիստ ուզում էին ամեն ինչից իրենք էլ օգտվեին, նոր գնային։ Ենթադրում կարող խնդիրը դա լինել, այլ պատճառ այս բանին չեմ կարող մտաբերել։ Ընդհանուր առմամբ ապահովագրության համակարգը ուներ դրական եւ բացասական կողմեր։ Դրականը հաստատ բուժառուների համար միանշանակ դրական էր։ Ինչ բացեր կային, ինչ խութեր կային։ Միակ բացասականը կարող եմ այսպես անվանել, բացասականը մենք կարող տարանջատենք բացասական բուժառուների համար, բացասական բուժհաստատությունների համար եւ ինչու՞ չէ նաեւ հիմնադրամի համար։ Բուժառուների համար նա էր, որ նրանք չէին ուզում հերթում սպասեն։ Չնայած թեպետ դա ոնց ասենք բացասական, եթե դա կարգն է ու մենք ունենք մեծ ազգաբնակություն, ովքեր ուզում են սպասարկվեն։ Օրինակ 65+ տարեկան մարդիկ, բոլորս գիտենք, իրենք սիրում են արտահերթ սպասարկվել, չեն սիրում հերթին սպասարկել։ Այո, գնացինք բժշկի մի անգամից դուրը բացենք մտնել։ Հա, էական չէ, այնտեղ կա պացիենտ չկա։
բուժհաստատությունների հետ կապված, ասեմ, ինձ թվում է իրանք չէին պատկերացնում, որ հոսքը կարող է այդքան շատ լինել։ Այսինքն իրենք պատրաստ չեն այդ ամեն ինչը կառավարեն, չէ՞ որ մենք ասում ենք հերթերի կառավարումը, դա արվում է բուժհաստատությունում։ Մարդը ինքը չի կարող հերթը կառավարել, որտեղ այդտեղ գալիս են 10 տարբեր մարդ բուժհաստատություն, հերթը պետք է կառավարի արդեն բուժհաստատությունը։ Ու շատ կարևոր է, որ նրանք այդ չափելի համակարգ ունենան, եթե ես տանից եմ գրանցվում եւ ինչ որ մեկը գնում է այդ բային բուժհաստատություն է գրանցվում, մեր ժամերը չպետք է խաչվեն։ Ինչը շատ ժամանակ եղել են դեպքեր, որ համակարգի տարբեր ինչ-որ անխափանության էտապում երկու հոգի նույն ժամին ունեցել են բժշկի մոտ գրանցում։ Այդ ֆորս մաժորներ բուժհաստատությունները պետք է պատրաստ լինեին։ Ու ես հիմա կարող եմ ասել, որ միակ խնդիրը հերթերի հետ կապված, որ մարդիկ ուղղակի չեն ուզում սպասեն։ Այսինքն ասում են մենք ուզում ենք գնալ այսինչ բժշկի մոտ, օրինակ Պողոսյան Պողոսի մոտ։ Իր մոտ 10 օր հերթ է։ Ասում այո, որտեվ ձեր պես բաշարուներ ուզում են գնալ։ Բայց ես կուզենամ մի շատ կարևոր բան ցտել, որ մարդիկ միշտ ասում են, սա խոսք վերաբերում միայն պլանային դեպքերի մասին։ Եթե դեպքը շտապ անհետաձգելի է, դա սպասարկում է միանշանակ արտահերթ։ Անկամ մեզ ասում են, մենք էլ ենք ձեռքը կոտրել ենք, ոնց գնանք աղապողակի։ Ժողովուրդ, եթե դուք կոտրել եք ձեր ձեռքը, դուք գնում եք բուժհաստատություն եւ դուք անվճար սպասարկում եք։ Եթե դուք շտապ օգնություն եք կանչել, շտապ օգնության բժիշկ ունի բոլոր իրավասությունը ուղեգիր կախելու ձեզ համար, որ դուք սպասարկվեք։ Այսինքն առաջնային օղակին դուրս ենք անում։ Բնականաբար դա մտածվել է ու փորձել ենք տարանջատել պլանային ու անհետաձգելի դեպքերը։ Ինչ է կարծում բուժարուները լիարժեք իրազեկվածության մակարդակը բարձր է նրանց մոտ, այսինքն նրանք գիտեն, որ ծառայություններն են կոնկրետ ապահովագրվում։ Մենք փորձեցինք դա էլ խմբավորել, ինչի որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ 65+-ին վերցեմ թիրախային խումբը իրենք շատ ժամանակ չունեն օրինակ սմարթֆոններ, այսինքն չեն կարող տիրապետել, օրինակ մտնել մեր կայք Edge, այնտեղ տեսնել ինչ դեղեր, ինչ բուժհաստատություն, ինչ համավճարներ, ովքեր են մերը սպասարկում, աշխատում համագործակցում։ Մենք երկու էտապ բաժանեցինք։ Առաջինը բուժհաստատություններին իրազեկեցինք եւ նաեւ ստուգայցերի ժամանակ մենք ասում ենք դուք պարտադիր կերպով պետք է ունենաք հեռախոս, որպեսզի պացիենտը զանգի հասկանա արդյոք ինքը կարող է ձեր մոտ սպասարկվել, արդյոք է ծառայություն ձեր մոտ կա թե ոչ։ Եվ երկրորդ էտապը մեր կոնտակտային կենտրոնը, մենք հասել ենք նրան, որ այս բանը եթե անգամ մենք զանգենք մեր կոնտակտային կենտրոն, մենք չենք սպասի, զանգը միանգամից սպասարկում է։ Մենք բոլորին ասում ենք զանգեք, հարցրեք, օրինակ, այս բուժհաստատություն կարող եմ գնալ, կամ ինձ պետք է ծառայություն, որտեղ կարող եմ գնալ, մեր աղջիկները հավուր պատշաճի բոլոր ինֆորմացիան ձեզ կտրամադրեն։ Այո, օրինակ ատամնաբուժական ծառայություններ, հատկապես պրոթեզավորում, հիմնականում 65+-ների համար այս հարցը կարգավորման ենթակա է, թե չէ։ Դե ինչքան եթե տեղյակ եք, մենք այդ փաթեթում ներառում ենք պրոթեզավորում, մենք ունենք։ Դա ունենք։ Այո։ Նայեք, ինչն է մեր համար ամենակարևորը, որ մենք փաթեթի մեջ փորձել ենք ներառենք այն ամենախոցելի ծառայությունները, այսինքն մենք ունենք կանխարգելիչ ծառայությունները, որը շատ կարևորում ենք ու ավելի թանկարժեք ծառայություններ են ներառում։ Մենք գիտենք, որ այո, 65+-ից հետո հարցը արդիական է պրոթեզավորման եւ մենք իրեն 3 տարի ժամկետով տալիս ենք նաեւ թարմացում, այսինքն կարող է պացիենտը 3 տարին մեկ պրոթեզը թարմացնել։ Շարուների մասով թվային չեմ կարող հիմա ասել, բայց բազմիցս լսել եմ գոհունակության կտորներ, որտեղ մենք ստուգայցեր նաև ստոմատոլոգիական կլինիկաներում ենք անցնում եւ գոհ են պացիենտները։ Այո, բայց ատամնաբուժական մյուս ծառայությունները չի ներառվում։ Մենք ծառայությունների ցանկ ունենք, այսինքն այդտեղ խոսքը գնում է մինչև 18 տարեկանների, եթե դուք 18-ից 64, այդտեղ չունենք, եթե սուր ենթասուր չի։ Հիմնականում օրինակ տեսեք, գյուղատնտեսական ոլորտում ներգրաված անձինք, քաղաքացիները, տաքսովարորդները, նրանց նկատմամբ ինչ է մշակվում։ Նայեք, քանի որ մեր օրենքը ինքը փուլային էր, մենք հասկացանք, որ միանգամից չենք կարող բոլոր սոցխմբերին ներառել, ասենք կարելի է փուլային ներդնել։ Հիմա մյուս տարի հունվարի 1-ից դուք եւ ամենախոցերի խմբերին հիշատակեցիք եւ պլյուս աշխատավարձի շեմը, որտեղ բոլորը ասում են մարդիկ կան, ովքեր աշխատում են 200,001 դրամ չեն ստանում, մենք այդ թիվը հանում ենք, այսինքն եթե մարդը գրանցված աշխատող է, մյուս տարի հունվարի 1-ից ունենալու է ապահովագրություն, ներառելու են գյուղատնտեսական տնտեսությամբ զբաղվող մարդկանց եւ էլեկտրոնային ծառայությունով այդ տաքսի վարորդներն, ովքեր որ այդ ծառայությունով մատուցում են, շատ կարևոր է, ես հասկանում եմ մարզում դա շատ արդիական է, որովհետև գյուղական համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողները շատ են ու եւ ինչու՞ չէ նաեւ մենք իրենց շատ ենք կարևորում ու շրջանակների ժամանակ ես մարզերում միշտ ասում եմ դուք գիտեք որ այս խմբերը եւս ներառվելու են եւ պատրաստ եք արդյոք
ընդունելու եւս շատ մեծ խումբ, այսինքն Երևանում ու մայրաքաղաքում կարող է շատ տարբերություն չզգացվի ըստ իս, բայց մարզերում հոսքը շատ մեծ է լինելու։ Օրինակ նշեցիք, հա, գյուղատնտեսական ոլորտի աշխատակիցները, իրենք եթե գրանցված աշխատող չէ, զուտ ուղղակի իր հողամասն է, հա, իր վարելահողն է մշակել, ցանել եւ այլն։ Այս դեպքում ինչ է լինելու։ Այս դեպքում նայեք, դրա մեխանիզմը հենց այս պահին քննարկման փուլում է, այսինքն պետք է դա չափելի սարքել եւ մենք համատեղ փորձում ենք հասկանալ, թե ինչ ձևի կարելի է դա չափելի սարքել։ Օրինակ տաքսու պարագայում, եթե մենք այդ էլեկտրոնային համակարգն ենք հիմք վերցնելու, գյուղատնտեսությամբ զբաղվողների մասով մտածում ենք, թե ինչ մեխանիզմ կարելի է այդտեղ դնել, որ եւս լինի արդարացի, որտեղ շատ բացի այդ ապահովագրական ծախսերի կրճատումը, բացի որակյալ բուժումը, մենք կարևորություն ենք նաև տալիս թափանցիկությանը։ Այսինքն մի գործիք բերեմ, այս թեմայի հետ այդքան շատ կապ չունեցող, մենք բժիշկների համար հաշվի չենք պատրաստել, մեր կայքեջում տեղադրված է, բոլորը գիտեն, որ իրենք անկախ բուժհաստատությունից կարող են մտնել, մուտք անել բոլոր ծառայությունները, որոնք իրենք այդ ամիս մատուցել են, եւ ավտոմատ ծրագիրը գեներացնում թե ինչ աշխատավարձ իրենք պետք է ստանան։ Նույն բaragայում գյուղատնտեսությամբ զբաղվողներին մեխանիզմը պետք է թափանցիկ լինի, մոտ ժամանակներս ենթադրում կհրապարակենք դա եւս։ Եթե սա նախատեսվում է, հետեւաբար 27 թվականին ավելի մեծ կլինի թիվը ապահովագրվածների։ Իսկ մեր բժշկական կենտրոնները, հաստատությունները պատրաստ են սրան։ Ես մի բան ուզում եմ ներառեմ, որ մենք տանում ենք տան, որ 28 թվականի հունվարի 1-ին մեր ազգաբնակչության 90-95%-ը պետք է լինի ապահովագրված։ Ինչի, որովհետև սա կոչվում է առողջության համընդհանուր։ Մենք կարևորում ենք շատ, որ այդ որակյալ բուժզնում եւ ապահովական ծախսերի կրճատումը պետք է լինի։ Բուժհաստատությունների պատվաստության մակարդակով վստահ եմ, որ մեծ մասը այո, ինչի, որովհետեւ այն ինչ կատարվում էր հունվարին, այս թվականի հունվարին, 27 թվականի հունվարի 1-ին վստահ եմ չի կատարվում, այսինքն իրենք ընթացակարգը, մեխանիզմը գիտեն։ Այստեղ այլ հարց է, որ բուժհաստատությունները ինչքանով են պատրաստ այդ հերթերը կառավարել, ինչքանով են պատրաստ այդ մեծ ներհոսքին, մենք բազում աշխատանքներ ենք տանում եւ բացատրում ենք, որ հերթերի կառավարումը դա շատ կարեւոր բան է, դա կբերի նրան, որ ինչու՞ չէ նաեւ չի լինի վեճովանություններ հերթում։ Մարդը գիտի, որ իր հերթը ժամանակը 1:20 է կգա, այսինքն ես ուզում եմ, որ այդ կենթանի հերթ ասվածներ դուրս գա, չէ՞, ով է վերջինը, ես եմ վերջին, ես ձեզանից հետո, բայ ես ավելի շուտ է, այսինքն դա էլ դուրս գա, կամ բուժհաստատությունում մենք որ քայլենք միջանցքներում չեն լինի մարդիկ իմանա, որ ինքը 1:5 օրինակ պետք է սպասարկվի, կգա 1-ին 5 րոպե տոք սպասարկվի, ոչ թե գա մի քանի ժամ, շատ հաճախ գիտեք երեխաների հետ են լինում, տարեց են լինում, ավելի եւ ակնկալում են մյուսի այսպես բարյացակամությունը, թողեք ես մտնեմ եւ այլն։ Այո։ Տեսեք, դրական եւ բացական կողմերից խոսեցինք, բայց այդ հերթերի կուտակումը եւս ինքը մտնում է բացական երևույթի մեջ։ Սա ոնց կարելի է վերահսկել։ Այդ գիտակցական մակարդակը պիտի բարձրանա։ Ինձ մի անգամ կոնկրետ հաստատությունը ինչ որ քայլ պիտի ձեռնարկի։ Ասեմ, ինձ մեկ անգամ հարցվեցին, ասեցին, որ բժիշկները բողոքում են, որ շատացել իրենց պացիենտները, հերթերը շատ են սպասարկում։ Այս տեսանկյունից ես բացատրում եմ, որ եթե բժշկի պացիենտները շատ են, դա խնդիր չի։ Լավ մասնագետ է, հետեւաբար բոլորը ուզում են գնան եւ պատրաստեն։ Հերթերի կողմնակիցը եկեք նայենք բուժհաստատության կողմից գիտակցման մակարդակը համաձայն է, բայց այստեղ շատ կարևոր դեր ունի բուժհաստատությունը, չէ՞։ Նայեք, եթե բուժհաստատությունը ասում է մենք միայն սպասարկում ենք կտրոնով, հետեւաբար պացիենտը եթե ուզում է սպասարկվի, ինքը պետք է հետևի բուժհաստատության օրենքներին։ Այս վերջերս հենց այսօր մենք բուժհաստատության մեկում տեսանք, որ դրան վրա գրված էր մուտքը միայն հերթի կտրոնով։ Այստեղ կարևոր է, որ դա միայն գրված չլինի, նաև պահվի, այսինքն եթե ինչ-որ մեկը գա կտրոնով ուզենա մտնի եւ դա պլանային դեպք է, ուղղակի ինքը որոշել է, որ չհերթագրվի, ոչ թե մենք իրան խղճանք, ասենք դե լավ, եկեք ձեզ սպասարկենք, այլ ասենք հստակ կարգ կա, պետք է գնալ կտրոնը վերցնել, սպասել ձերպես, օրինակ 5 հոգի հերթում սպասում է։ Այստեղ ավելի շատ ըստ իս բուժհաստատության կառավարումն է, քան գիտակցման մակարդակը։ Այսպեսի մի խնդրի ենք բախվում հիմնականում, հա, երբ առաջնային բժշկական օղակում մարդիկ գնում են բժշկի եւ այլն, ասում են ապահովագրության շրջանակում այս ուղեգիրն են խնդրում եւ այլն եւ այլն։ Գնում են արդեն բժշկական կենտրոն տվյալ բժշկի մոտ, տվյալ բժիշկը պարզում է, որ այդտեղ ընդհանրապես այդ հետազոտության կարիքը չկար։ Երևույթը ինչպես պետք է վերահսկել։ Նայեք, ես ամեն իմ ցանկացած այցի, պատե անպատե ինչ որ հանդիպման ժամանակ միշտ ասում եմ, սա բժշկական հաստատություն է, սա մթերային խանութ չի։
չի կարելի գնալ, ասել ես սա եմ ուզում, սա։ Ի վերջո սա պետական բյուջեի չէ ֆինանսավորում եւ դա անվերջան նշան չի, այսինքն այդտեղ պետք է հասկանալ։ Մենք հասկացանք, որ վերահսկում անում ենք մի մեխանիզմով, թե միանշանակ գիտեք բոլորը տեղակ են բժիշկները ցանկացած տեսակի հետազոտություն երբ որ ներկայացնում են փոխհատուցման մենք հիմնադրամը ունի բժիշկ փորձագետներ ովքեր լրիվ անանուն են չգիտեն ում кейսն է ուղղակի кейսը տեսնում են եւ հաստատում կամ մերժում են փոխհատուցումը մենք ասացինք որ ցանկացած տեսակի ուղեգիրի պարագայում ցուցումը բժշկական ցուցումը պարտադիր է այսինքն չի կարելի ուղակի պացիենտին գրել ուղեգիր եւ ճանապարհել ասել վերջ դե ես իմ գործը արել եմ ես ուղեգրել եմ ոչ պետք է հասկանալ լավ արդյոք այդ պացիենտը ունի այդ կարիքը թե ոչ որովհետեւ մենք դա անելով ոչ պացիենտին ենք լավություն անում նաեւ վատություն ենք անում մարդկանց ովքեր իրոք դրա կարիք ունեին բայց տասնյակ մարդկանց ովքեր չունեն ռեալ դրա կարիքը սպասում են հերթում միանշանակ բժիշկները ասում են բա տեսնում են որ կարիք կա եթե կա բժշկական ցուցում մենք միայն կողմ ենք ուղարկեք մարդուն բայց ուղղակի գրել որ ձեր գործը մենք մեր կողմ արեցինք ճանապարհենք ինձ թվում է դա մի քիչ մարդկային էլ չի Հաղորդման այս հատվածում կուզենամ խոսել արդեն կոնկրետ ձեր այցի մասին, որը կատարել եք Շիրակի մարզի բուժհաստատություններում, կարծիքը ինչպիսին էր։ Նայեք, ես միշտ իմ ցանկացած շրջայից ստուգացի ժամանակ իմ համար կարևոր է որպեսզի բուժհաստատությունները հասկանան լավ ապահովագրական ընդհանուր համակարգի իրոք միտք, այսինքն ինչի համար ամեն ինչ արվեց, չէ՞, մենք տանում ենք տան այդ անդադ շեշտում եմ այդ բանը, բայց որակյալ բուժզնումը, բուժօգնությունը մեզ համար շատ կարևոր է։ Եթե խոսենք կարծիքից Այսպես ընդհանրական ասեմ, ես այս պահի դրությամբ ինչ որ էական խախտում չեմ նկատել, որը բուժհաստատությունները թույլ են տալիս։ Միանշանակ կան թերություններ, միանշանակ թերությունները պետք է շտկվի, դրա մասին չենք խոսում, բայց մեզ համար կարևոր է, որ բուժհաստատությունները ապահովագրական հիմնադրամի հետ աշխատանքը կատարեն հավուր պատշաճ, այսինքն եթե ինչ որ մի ինֆորմացիա իրենք չունեն կամ չեն տիրապետում կամ ինչ որ մի պարտադիր պայմանի չեն համապատասխանում, չսպասեն որ իրենք պետք է նշեն որ համապատասխանում են, համագործակցությունը սկսի, հետո մենք բարձրենք որ չէ, օրինակ մեզ թույլ ինֆորմացիա են տվել։ Թե որ բոլորս էլ աշխատում ենք մի ընդհանուր համակարգի, մի լավ ռեֆորմի շրջանակներում։ Իսկ ընդհանուր առմամբ գնահատականը ինչպիսին է։ Գնահատականը եթե թվային արտահայտումով եք ուզում, այսպես չեմ կարող ասել, որտեվ չեմ ամփոփել դեռ Ընդհանուր ես դրական կգնահատեմ։ Այսինքն ես նկատեցի, որ այս բայդրությամբ հունվարին մարզը պատրաստ կլինի ընդունել այդ մեծ սոցխմբին։ Այլ մարզերում եղել եք։ Այլ մարզերում եղել ենք Սյունիքում եւ Վայոց-Ձորում ենք եղել, առաջիկայում մնացած մարզերում ենք պատրաստում շրջայց անել։ Եվ Շիրակի մարզի այդ համեմատության մեջ եթե դնենք, ինչպիսին է իրավիճակը։ Եկեք այդ մի քիչ էթիկոն ճիշտ չլինի, եկեք այսպես ասեմ, մարզերում կախված տեղանությունից խնդիրները տարբեր էին։ Դրա համար համեմատական եզրեր չեմ կարող անցկացնել։ Եվ որպես կանոն մեր հաղորդման ավարտին մենք ուզում ենք որ մեր հյուրերը կոչով եւ հորդորով հանդես գան մեր հեռուստադիտողների համար, խնդրեմ։ Իմ ամենամեծ կոչը, եկեք ես երկու էլի տանջեմ մեր շահառուներին եւ բուժհաստատության անձնակազմին, եկեք բուժանձնակազմին կոչ անեմ, որ ամեն դեպքում որակյալ բուժզնումը դնեն առաջին պլան, այսինքն եթե անգամ դուք հերթերի մեջ շատ պացիենտներ ունեք, եկեք լրիվ սպասարկենք մի անձին, նոր անցնենք երկրորդ, այսինքն այդ խորհրդատվությունը անենք լիարժեք կամ այցը։ Իսկ մեր պացիենտներին շահառուներին կասեմ, որ իրենք էլ լինեն ավելի ողջամիտ այս ամեն ինչի ինչ կատարում է ինչի, որովհետև բժիշկը մեղավոր չի, որ իր մոտ հերթը շատ է։ Եթե մենք ուզում ենք ստանալ, որ շեշտեցի որակյալ բուժօգնություն, պետք է լինենք հանդուրժող եւ սպասենք օրինակ մեր հերթին։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար, ես էլ իմ հերթին մաղթեմ, որ նախատեսվելիք ծրագրեր առաջիկայում կյանքի կոչվեն։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էինք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի պայմանագրերի մեթոդաբանության, որակի կառավարման եւ ուսուցման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանին։ Մեդինֆոն էր եթերում, եղեք առողջ։